Մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այս թեմայի մեջ ուզում եմ մի թեմա բարձրաձայնել, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, Տիկին Թովմասյան, դուք գիտեք, որ 2 տարի կամ 2 տարի կես առաջ իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին, հոդված տպեցին, դրանից այդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշտեցին երեխայի գտնվելու վայրը, սերը, անունը, ազգանունը, չգիտեմ եւ այլն, եւ այդ երեխու վրա հոդված տպեցին։ Հուսով եմ դուք կասեք այս ամբիոնից դա բարոյական էր, թե անբարո, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկանց ընտանիքներ մտնելը այդ անթույլատրելիա կարմիր գիծն է։ Սիրելի գործընկերներ, ուզում եմ ասել, հիշում եք, չէ, այդ ձեր ասած YouTube-ը երբ հետ ենք թերթում, հիշում եք, չէ, Սերժի կամ Քոչարյանի, Ռոբերտի օրոք այս միջանցներում ինչ էր կատարվում, լրագրողներին ոնց էին վերաբերվում, ընդհուպ հայոյանքով եւ այլն, ու այդ ժամանակ որևիցե մեկը, որևիցե հարց ես չեմ լսել, որ բարձրաձայնած լինի։ Ես կարծում եմ դե վախենում էին իրանց շեֆերից, հիմա ավելի քան ազատ է լրատվամիջոցը, օրինակ Տիկին Թովմասյան, ձեզ շատ մոտ կանգնած լրատվամիջոցի լրագրողը, օրինակ ինձ կարողանում է զանգել գիշերը ժամը 11-ին, օրինակ։ Այսինքն ինչ եք կարծում, այդ ազատության մասին չի խոսում, կամ լրագրողներն ինչ ուզում խոսում են, հոդված են տպում, սուտ են գրում այդտեղ, ու երբ դու ասում ես, որ այդ ինչ որ կա սուտ է, նրանք այդ չեն հերքում, մտածելով դե կտա դատարան, մի 2 տարի դատեր կանցնեն, չգիտեմ, հետո կմոռացվի կգնա, մեր ասածն էլ հիմք կդառնա, եւ ուզում եմ ասել, որ այս բարերով հրապարակներում երբ հանրահավաքներ ա լինում, մեզ, մեր ընտանիքի անդամներին, բոլորին հանիծում, քրֆում, ինչ ասես ասում են, բոլորը այդ վերնագրերը դնում, իրաց լրատվականներին ու դնում են կայքերում։ Երբևիցե չեմ լսել որևիցե մեկը, որ դատապարտի այս ամեն ինչ, եթե օրինակ դուք դատապարտած լինեիք այդ ամեն ինչը, մեր Civic-ի լրագրողի դեպքը եւ այլն, ես էլ այս պահին Պարոն Քոչարյանին կասեի, պարոն Քոչարյան, կարող է ամեն դեպքում քննարկենք, մի բանը ներս չես ասել, բայց այս պահին չեմ կարող տենց ասեմ, որովհետև հասկանում եմ, որ սուբյեկտիվ է կարծիքները, որ եթե ընդդիմադիրը լավ է, եթե իշխանականա վատ է, եւ ուզում եմ հարգելի գործընկերներ, բոլորիդ խնդրել ու հորդորել, որ բոլորս էլ ազգային ժողովի պատգամավոր ենք, բոլորս ունենք այդ մեկ մանդատը, եթե մեկը մեր հանդեպ անհարգալից է վերաբերվում, բոլորս պետք է միասնական այդ քննադատենք, եթե չենք քննադատում, նշանակում է դուք ձեր ընկերներին կպաշտպանեք, իհարկե մենք էլ մեր ընկերներին, շնորհակալություն։